Հարևան երկիրը, տեսնելով մեր երկրի թուլությունը, չհավատալով իրա բախտին, հարևան երկրի ղեկավարը ամեն իրա ցանկությունը տեսնելով, որ ի կատար է հացվել, Ադրբեջանի ղեկավարը նոր ցանկություն ունի։ Հայաստան տեղափոխել իրա ժողովրդին, արդեն 10 միլիոն դարձած ադրբեջանցիներից իրենց ասելով իբր 300,000 մարդ է ստեղ ապրել։ Ոչ մեկն չեն ապրել, ստեղ քիչ բնակչություն են իրանք ունեցել, այն ժամանակավոր են եկել։ Այս մարդու ընտրվելուն աջակցում են ուղիղ Ադրբեջանից, օրվա ռեժիմով ընդեղից ստեղ հայրեն լեզվով խորհուրդ են տալիս, ասում են մենք ուզում ենք, որ ընտրվի Փաշինյանը, գյումրեցիները ու ամբողջ թասիբով հայ ազգը դա թույլ չի տալու։ Գնացեք ընտրության, այս ընտրությունից կախված է մեր բոլորի ապագան, այս ընտրությունից կախված է այս իմ թեմ, այս ամբողջ հատվածում գտնվող երեխեքի ապագան։ Ժողովուրդ, մենք մեր սերունդերին պատասխան ունենք տալու։ Հայը պետք է մնա հայ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրի, պետք է արարե մենակ ու մենակ հայը։ Անկոտրում եւ առանց վախի։ Եվ ես հավատում եմ, որ դուք ընտրելու եք խոսելը եւ ոչ թե լռելը, եւ դուք ընտրելու եք գնալ հանուն ուժեղ Հայաստանի, հանուն ուժեղ ապագայի, որը կարող է բերել Սամվել Կարապետյանը։ Մենք եկել ենք ձեզ խնդրելու, եկել ենք խնդրելու ամենաթանկը, որ ունի քաղաքացին եւ ժողովուրդը, դա իր իշխանությունն է։ Խնդրում ենք ձեզնից ձեր իշխանությունը, որպեսզի այն վերածենք բարիքի եւ վերադարձնենք ձեզ, սիրելի ժողովուրդ։ Այն որ ուժեղ Հայաստանում քաղաքական հետապնդում չի լինելու, իրավունքը գերակայող է լինելու, համաներում է լինելու, դա փաստա, դա մեր ծրագրային խոստումն է։ Աղքատությունը չենք կարա հաղթահարենք, եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն, լուրջ աշխատանք է պետք, դժվար օրեր են սպասվում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։